29-ամյա Վարդան Հովհաննիսյանը հայտնի է Երևանում սեփական մոտոցիկլետով ծաղիկներ է առաքում։ Վերջին օրերին նա հաճախ է Բաղրամյան պողոտա գալիս, բայց սեփական նախաձեռնությամբ, սատարելու ցույցի մասնակիցներին։ Վարդանն իր մոտոցիկլետը զարդարել է ոչ թալանին պաստառներով, ճանապարհին հանդիպող մարդկանց հորդորելու համար միանալ պայքարի։ Ինչ որ ժողովուրդն ուզում, ես էլ եմ ուզում, թե ժանանա, թե ունեն մի փոքր պայմանները լավանան, թե չէ 7 դրամը 100-ը տենց 7-էրա իրար հետևից բերելու։ Արդեն մի քանի օր է Վարդանը ցուցարարների հետ է գիշերում, իսկ առավոտյան 5-ին շտապում ծաղկի շուկա։ Նալբանդյան փողոցում բնակիչները նրան նկուղ են տրամադրել, որտեղ եւ մշակում է ծաղիկներն ու փաթեթավորում։ Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումից հետո նա խնայող ռեժիմի է անցել։ Հիմնականում ես թե որ ծաղիկ եմ փաթեթավորում, գործ եմ անում, ես գլխի լույսով եմ անում։ Շատ էներգիա խնայող է, էլի ավելի շատ։ Մի զարյատկով ահագին ժամանակ պահում է։ Էլեկտրաէներգիայի թանկացման բարդ հաշվարկներ չի անում, դպրոց չի հաճախել, 8 տարեկանից սկսել է աշխատել եւ ծաղիկ վաճառել մորը, քրոջն ու եղբորն օգնելու համար։ Թեև 13 տարեկանում նա մոտոցիկլետով վթարի է ենթարկվել եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, սակայն ստիպված է առանց հանգստի աշխատել։ Դե ես Վարշավայում եմ ապրում, ընտանիքը ես եմ պահում, 2 հատ երեխա ունեմ, ես ավտովթարի եմ ենթարկվել, մանկուց հաշման անդամ եմ ու ամեն ինչ իմ ուսերի վրա է։ Ճիշտ է, ինձ օգնում են դրսում փողոցում, բայց սրանից հետո ասենք 7 դրամ, որ ասում են, դա ուղղակի մենակ լույսը չի 7 դրամ, 10 դրամ հացը կթանկացնեն, 5 դրամ ձուն կթանկացնեն ու այդպես շարունակ։ Հələ ես կարողանում եմ ծաղիկ փուչիկ վաճառելով ընտանիքս պահեմ։ Հələ ասենք մարդիկ կան, որ շատ վատ վիճակի մեջ են։ 19,000 դրամ նպաստը, որ ստանում է, բավարար չէ 2 զավակներին պահելու եւ տան վարձը վճարելու համար։ Պայքարում է, որ զավակները, որոնցից մեկը դեռ մի քանի օրեկան է, ապրեն ավելի լավ երկրում։ Վարդանն ուրախ է, որ Երևանի իր համար վաղուց հարազատ դարձած փողոցները հիմա լցվել են նոր աշխուժությամբ։ Ճիշտ է, ես իմ կյանքի մեծամասնությունը անցել եմ փողոցում, բայց այսքան ժամանակ թե միտինգներում, թե որտեղ որ հավաքվում են, ասենց աշխուժություն չի տեսել, միասնական պայքարում են ու հույսով եմ կհասնենք ինչի համար որ պայքարում ենք եւ Երևանը ավելի սիրելի կդառնա։